Իրանն ամբողջությամբ փակել է Հորմուզի նեղուցը։ Այնտեղ կուտակվում է նավթ եւ գազ տեղափոխող նավեր։ Ինչ նշանակություն ունի Հորմուզի նեղուցը Իրանի եւ աշխարհի համար։ 2018 թվականին Հորմուզի նեղուցով անցնում էին օրական 21 միլիոն բարել նավթ եւ նավթային հեղուկներ։ Ամեն բարելը կազմում էր մոտ 159 լիտր, այսինքն օրական ընդհանուր ծավալն անցնում էր 3 միլիարդ լիտրը կամ ավելի քան 1300 օլիմպիական լողավազանի չափ հեղուկ։ Սա կազմում է ամբողջ աշխարհի օրական նավթային սպառման մոտ 21%-ը։ Աշխարհում ծովային ճանապարհով փոխադրվող ամբողջ նավթի մոտ 1/3-ն անցնում է հենց Հորմուզի նեղուցով։ Բացի այդ, նեղուցով անցնում է նաև աշխարհում վաճառվող բնական գազի 1/4-ը։ Հորմուզի նեղուցը իր ամենանեղ կետում ընդամենը 39 կիլոմետր լայնություն ունի։ Դրա պատճառով նավերը ստիպված են խստորեն պահպանել հաստատված նավագնացության ուղիները։ Հորմուզի աշխարհագրական դիրքն էլ է հետաքրքիր։ Հյուսիսային ափը Իրանին, հարավայինը Օմանին, իսկ մի քանի կղզիներով սահմանը յուրացնում է նաև Արաբական Միացյալ Էմիրությունները։ Եթե Իրան-Միացյալ Նահանգներ առճակատումը ընդլայնվի կամ տեղափոխվի Հորմուզի նեղուց, միջազգային տնտեսական ճգնաժամ է առաջանալու։ Եթե Հորմուզի նեղուցում խաթարվի նավերի բնականոն շարժը, Չինաստանն ու Մեծ Բրիտանիան են մտնելու խաղի մեջ, քանի որ Իրանի նավթը հիմնականում Չինաստան է արտահանվում։ Կսկսեն բողոքել նավթի թանկացումից, իսկ Մեծ Բրիտանիան, որպես համաշխարհային նավթային շուկայի հիմնական դերակատարներից մեկը, ներգրավված է Հորմուզի նեղուցով անցնող առևտրային եւ ռազմավարական գործընթացներում։ Հորմուզի նեղուցը կրկին դարձել է Իրանի ձեռքի գլխավոր խաղաքարտը միջուկային ճնշումներին ու արտաքին սպառնալիքներին հակազդելու խաղում, ասում են քաղաքագետները, եւ փաստում այդ խաղաքարտը վտանգավոր է նաեւ իր համար։ Այդ խաղաքարտը գործի մեջ դնելը կնշանակի մեկ քայլով եւս մոտենալ համաշխարհային պատերազմին։ Անի Աբաղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։